Ապրիլի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները Հայաստանում բացառապես անկանխիկ եղանակով վճարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման համաձայն 2026 թվականի մարտի 5-ի դրությամբ կենսաթոշակը կանխիկ եղանակով ստացող եւ անկանխիկ ստացման եղանակի անցնելու դիմում չներկայացրած կենսաթոշակառուի համար բանկի ընտրությունն իրականացրել է միասնական սոցիալական ծառայությունը ինքնաշխատ եղանակով ծրագրային մոդուլի կիրառմամբ։ Այս մասին հայտնում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ Ապրիլի 1-ից կենսաթոշակները եւ նպաստները կվճարվեն արդեն իսկ բարձրացված չափերով, իսկ անկանխիկ գործարքներից կենսաթոշակառուներին եւ նպաստառուներին տրամադրվող 20% հետվճարի արդյունքում կենսաթոշակի կամ նպաստի չափը կարող է բարձրանալ եւս 10,000 դրամով, ասվում է հաղորդագրության մեջ։ Երևանի քաղաքապետարանը 2026 թվականին նախատեսում է գնել մոտ 69 միավոր հատուկ տեխնիկա սանմաքրման ու աղբահանության ծառայությունները բարելավելու համար։ Երևանում տրոլեյբուսների էլեկտրամատակարարումը կատարվում է 23 ենթակայաններով։ 2025 թվականին ներդրված թվային նոր համակարգը հնարավորություն է տալիս մեկ կենտրոնից հեռավար կերպով վերահսկել ու կառավարել ենթակայանների աշխատանքը, հետևել տեխնիկական պարամետրերին եւ ապահովել անվտանգությունը, որի շնորհիվ տարեկան կխնայվի շուրջ 100 միլիոն դրամ։ 2026 թվականի հունվարի 5-ին հիմնադրված Երևանի երթևեկության կառավարման կենտրոնը նպատակ ունի ձևավորել Երևանի հանրային տրանսպորտի տվյալահեն կառավարման համակարգ, տրամադրելով վերլուծական տվյալներ ընդհանուր շարժունակության վերաբերյալ։ Մեկնարկային փուլում կենտրոնի անձնակազմը համալրվել է շուրջ 60%-ով, իրականացվել է երթուղային ցանցի եւ կանգառների համադրման աշխատանքների մոտ 70%-ը, ինչպես նաեւ թվայնացվել է 81 երթուղի, 64 ավտոբուսային, 5 տրոլեյբուսային, 12 միկրոավտոբուսային։ Մշտադիտարկման նպատակով փորձնական եղանակով կիրառվում են Velen եւ Nimbus համակարգերը, որոնց շնորհիվ կանգառները բաց թողնելու դեպքերը նվազել են 81-ից 35-ի։ Միաժամանակ բացահայտվել է երթուղուց շեղվելու 125 դեպք, բարելավել են որոշ երթուղիներ եւ ուսումնասիրվել է քաղաքացիների 322 բողոք։ ՏԿ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի դեսպան Նիկոլա Նիկոլովին։ Այդ մասին տեղեկանում ենք ՏԿ նախարարի Facebook-ի էջից։ Ողջունել եմ դեսպանին եւ կարեւորել երկկողմ հարաբերությունների խորացման անհրաժեշտությունը։ Հանդիպման ժամանակ քննարկել ենք տրանսպորտի, էներգետիկայի եւ տեղական ինքնակառավարման ոլորտներին վերաբերող հարցեր։ Երկուստեք կարեւորել ենք միջտարածաշրջանային համագործակցությունը մարզերի եւ համայնքների միջև։ Կարեւորել եմ նաեւ Բուլղարիայի հետ ուղիղ օդային հաղորդակցության անհրաժեշտությունը։ Քննարկել ենք երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր, գրել է նա։